Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված ուզում է, որ դու ազատ լինես։ Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը կազմված է աստվածաշնչյան հատվածների հիման վրա կառուցված և քեզ ուղղված Տեր Աստծու անմիջական խոսքից։ Իմ սիրելի՛ զավակ, ես ուզում եմ, որ դու ազատ լինես, որպեսզի ապրես այն կյանքը, որը ես եմ պատրաստել քեզ համար։ Ես ուզում եմ, որ քո բոլոր քայլերը առաջնորդվեն իմ շնորհքով և իմ Հոգով։ Ես ուզում եմ, որ քո էությունը լցվի իմ կյանքով և իմ ուրախությամբ։ Ես ուզում եմ, որ դու լինես ազատ ամեն տեսակ ծանրություններից ու ճնշումներից։ Բայց դու պետք է իմանաս, որ ամեն անգամ, երբ չես ներում մարդկանց, դու հեռանում ես իմ բնույթից, դու հեռանում ես ինձնից, քանի որ ես ներող, գթասիրտ ու բազմողորմ Աստված եմ։ Ժամանակն անցնում է, իսկ դու շարունակում ես ապրել քո վատ հիշողությունների մեջ։ Դրանք շարունակում են ցավեցնել, դառնացնել քեզ ու քեզնից խլել այն ամեն օրհնությունները, որոնք ես եմ քեզ համար պատրաստել։ Ես ուզում եմ քեզ ազատել չներելու կապանքներից։ Ես ուզում եմ սովորեցնել քեզ ինչպես ներել։ Ուզում եմ օգնել քեզ մոռանալու այն ցավը, որը մարդիկ են քեզ պատճառել իրենց խոսքերով, իրենց պահվածքով ու վերաբերմունքով։ Ես սիրում եմ քեզ և ուզում եմ իմ զավակին ազատ տեսնել ամեն տեսակ վրդովմունքից, ցավից, զայրույթից, դառնությունից ու վրեժխնդրությունից։ Ես ուզում եմ վերականգնել քեզ ու բժշկել քո վերքերը։ Թող ցավերդ ու դառնությունդ իմ որդու խաչի առջև քո չներելու խնդիրը դիր իմ ձեռքերի մեջ։ Խնդրի՛ր ինձ, որ օգնեմ քեզ, որ բարձրացնեմ ու զորացնեմ քեզ։ Ես այստեղ եմ քո կողքին, քեզ այնքան մոտ։ Ինձ հետ միասին դու կարող ես անել դա։ Իմ օգնությամբ աններելին ներելն այլևս անհնարին մի բան չէ։ Ես ուզում եմ քեզ ազատություն պարգևել։ Աստվածաշնչյան հատվածները, որոնց հիման վրա կառուցված էր այս խոսքը, հետևյալն են. Մատթեոս 5:44 խոսք, Մատթեոս 6:12 խոսք, 3 Սաղմոսի 3 խոսքը և 116 Սաղմոսի 1-8 հատվածը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։